Ոստիկան, մահակ, զրահամեքենա Երևանի կենտրոնական փողոցներում եւ գրեթե բոլոր հրապարակներում։ Եթե մտովի տեղափոխվենք ուղիղ 1 տարի հետ, ապա նախորդ տարի այսօրը մայրաքաղաք մուտք գործող յուրաքանչյուրը կհանդիպեր այս տեսարանին։ Իսկ դա նշանակում էր դրությունն արտակարգ է։ Մարտի 1-ի երեկոյան եւ դրանից հետո 20 օր շարունակ լուռ էր ամեն ինչ։ 20-օրյա արտակարգ դրությունը խոչընդոտեց լրատվամիջոցներին ու լրագրողներին, շատերը հատկապես տպագիր մամուլը հարկադրաբար ԱԱԾ-ական գրաքննիչի ճնշման տակ չհրատարակվեցին։ Գալա հեռուստաընկերությունը հրաժարվեց արտակարգ դրության պայմաններում լրատվական թողարկումներ հեռարձակել։ Հայաստանյան տասնյակ ԶԼՄ-ներ, եթե փորձեն արխիվի պահոցից անել հենց այսօրվա իրադարձությունների զարգացման ամփոփագիրը, ապա կստացվի Բաղրամյան 26-ից իջեցված նույնապովանդակ ինֆորմացիան։ Իսկ ինչ էր ասվում նախագահի նստավայրից, որ մարտի 1-ին վաղ առավոտյան իրավապահ մարմինները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Ազատության հրապարակում ապօրինի զենք զինամթերք է բաժանվում, եւ որ վաղ առավոտյան ոստիկանական ներուժը շրջափակել է հրապարակը առգրավվելու զենքերը։ Իրականում քնած ցուցարարները ենթարկվեցին բռնության եւ Ազատության հրապարակը 9-օրյա հանրահավաքներից հետո դատարկվեց։ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնվեց տնային կալանքի տակ։ Հիմա չէ, բայց պիտի ճշտել, ես նույնիսկ ստացա պատասխանատվություն ճշտության համար, միլուր ստացա։ Ֆրանսիական դեսպանատան առջև ժողովրդին ծեծում են եւ օդ են կրակում, ասում են ոստիկանները։ Մեկ տարի անցել իշխանությունից դժգոհ բազմությունը չունի այս հարցի պատասխանը, ով հրամայեց կրակել իրենց վրա։ Պահանջը նույնն է, բացահայտել մարտի 1-ը, անցկացնել անկախ հետաքննություն, ազատել ձերբակալվածներին, ինչպես նաև իշխանափոխություն, պայքար մինչև վերջ, առանց այրան ու զոհերի։ Նույնն է նաև ոստիկանական պատնեշը, իշխանական ճնշող ռեժիմը 1 տարի առաջ եւ այսօր։ Ինչպես զարգացան իրադարձությունները իշխանական ու ընդդիմադիր ճամբարներում զուգահեռաբար, տեղափոխվենք 2008 թվական արխիվի միջոցով եւ փորձենք հասկանալ, ինչու հայտարարվեց արտակարգ դրություն եւ ընդհանրապես ինչու տեղ ունեցավ մարտի 1-ը, որի եզրափակիչ ակորդը ցավոք 10 զոհերն էին։ Հայաստանյան իրականության մեջ կարծրացած տեսակետ կա, որ իշխանափոխությունը առանց գերտերությունների լուր համաձայնության չի լինում։ Առաջին նարնջագույն վրանն Ազատության հրապարակում եւ տեսակետը, թե Հայաստանը ներմուծվել նարնջագույն փողեր, ավելի ընդգծված երանգներ ստացավ։ Սկզբնական շրջանում իսկապես թվում էր համաժողովրդական շարժումը մենակ չէ, վայելում է գերտերությունների համակրանքն ու աջակցությունը։ Ազատության հրապարակում օր-օրի բազմապատկվում էր վրանների թիվը, իսկ արմատական ընդդիմության լիդերը կամաց բացում իր պայքարի մարտավարությունը։ Արտակից Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց հնչեցնել կոշտ ելույթներ, ուղղված Ռուսաստանին, Արևմուտքին, Եվրամիությանը, Եվրախորհրդին։ Եվրոպան կդավաճանի իր դավանած սկզբունքներին։ Եվրոպան կդավաճանի դեմոկրատիային, իրավական պետությանը։ Եվրոպան կդավաճանի Վոլտերին, Դիդրոյին, Բեթհովենին, Գյոթեին, եվրոպական արևմտյան համաշխարհային քաղաքակրթությանը։ Ձեռնոցները նետված աշխարհի գերտերություններին հասարակությանը ցույց տվեց, որ իրականում նարնջագույն փողերի մասին ասվածը միֆ է եւ որ համաժողովրդական շարժումը իսկապես մենակ է։ Ավելի շուտ շարժումը հենց ժողովուրդն էր եւ այսպիսով շատ ավելի ուժեղ, հզոր։ Հրապարակը, որը զոր ու գիշեր չէր դատարկվում ցանկացած նորմալ երկրում, պիտի որ դառնար թելադրողը, իշխանություն թե միջազգային հանրություն այս տասնյակ հազարանոց հրապարակի հետ պիտի որ հաշվի նստեր։ Սկզբնական շրջանում կարծես արմատական ընդդիմությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ զգացնել էր տալիս, որ փորձեր են արվում անկախ Հայաստանի պատմության մեջ 88-ից հետո, բոլոր կեղծված ընտրություններից հետո, այս անգամ 2008-ին հասնել ժողովրդի իշխանության։ Բաղրամյան 26 հասցե ուղարկել նրան, ում ժողովուրդն է ցանկանում
թվականում։ Դա չստացվեց 96-ին, 98-ին, 2003-ին, սակայն հրապարակում չկար մեկ ով կասկածեր, որ 2008-ին դա հաջողվելու է։ Հաղթելու է ոչ թե բռնությունը, ուժը, այլ ժողովրդի կամ արտահայտման ամենազորեղ իրավունքը։ Հաղթելու ենք սպիտակ ձեռնոցներով, լինելու է երկի ու բարի հեղափոխություն, ինչպես դա եղավ 88-ին, հավաստում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իդեպ ինչպես 88-ին, այս անգամ էլ քաղաքացիական պոռթկումը նույնքան ինքնաբուխ էր, որ հասարակությունը ինքն էր առաջնորդողը իր ղեկավարին։ Ոգեղեն պահ է, որը նյութականանալու է, նյութականացումը լինելու է ժողովրդի իշխանության հաստատումը մեր երկրում։ Հաղթանակի հասնելու համար թվում էր այս անգամ կային բոլոր նախադրյալները։ Նախ քաղաքական դաշտը զուլալվեց ամբողջությամբ։ Շարժման տերն այս գործում իսկապես անուրանալի է։ Ընդդիմադիր ճամբարից հանդես եկողներից ոմանք ընտրություններից հետո լռեցին, ոմանք անթակույց հրճվանքով սեղմեցին իշխանության առաջնորդի ձեռքը։ Կարճ ասած, ընդդիմությանն այդ պահին այլընտրանք չկար, նահանջող չկար, վախեցող չկար։ Ամբողջ հրապարակը պատրաստ էր անտեսել ցուրտն ու հոգնածությունը, կանգնել այնքան մինչև հաղթանակ։ Այստեղ միայն պահանջվում էր հաշվարկված ու ճշգրիտ, խիստ գրագետ մոտեցում։ Համենայն դեպս հրապարակում կանգնած քաղաքացուն թվում էր, որ պայքարը ճիշտ ուղու վրա է կանգնած։ Այսպես հավաստում էին հաշտակից։ Գործն աննախադեպ լավ է ընթանում, այնպես ինչպես ծրագրված է ասվում էր։ Մենք մենակ չենք, այսօր ամբողջ աշխարհը զբաղված է այս հանգույցը լուծելով։ Հասարակությանը հրապարակում պահելու համար ամեն օր օդ ու ջրի պես նորություն էր հարկավոր։ Իր ազատությունների համար պայքարող քաղաքացին պիտի իմանար, պիտի հասկանար, որ անտեղի չէ, որ գետնի վրա է լուսացրել։ Իսկ նորություններ լինում էին, որքան հզոր էր այս քաղաքացիների համբերությունն ու տոկունությունն, այնքան ավելի էին խորանում իշխանական բուրգի ճաքերը։ Ազատամարտիկ պատգամավորներ, արտգործնախարարության աշխատակիցներ, բարձրաստիճան պաշտոնյաներ փետրվարյան 9 օրերի ընթացքում միացան շարժմանը։ Այդ իսկ պատճառով ես ազատված եմ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։ Ես այդ վստին մի քանի օր կդիմանամ։ Հողը փախնում է իշխանությունների ոտքերի տակից, նրանք տանուլ են տվել, ոգևորում էին քաղաքացիներին։ Նույն այդ օրերին ռուսական մամուլը արձանագրեց, գուցե նաև զգուշացրեց։ Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ շախմատիստ է, նա միշտ 10 քայլ առաջ է մտածում, իսկ Ռոբերտ Քոչարյանի համար ասում են, որ նա Ղարաբաղյան մի մականուն ունի՝ կոբրա, օձի այս տեսակը խայթում է վերջին պահին ու հանկարծակի